Ուրեմն հետևյալը մամուլում կա, ինքներդ կարող եք ստուգեք, այդ տեղեկությունը կա, ուրեմն իշխանությունը անորեն բռնազավթած Նիկոլ Ղախպը Ստամբուլում հայտարարություն արել, ուշադիր լսեք։ Ուրեմն Թուրքիան կամենում է Թուրան դեպի Միջին Ասիա, խնդրեմ, թող անցնի Հայաստանի տարածքով, ուրա հարուսված գործը, քնչական բոզի լակոտներ, ուրա հարուսված, սա հակապետական հայտարարություն է, հակահայաստանյան, հակահայ, էլ ինչին ասես հակա։ Դուք տեսնում եք, չէ, հասկանում եք, ինչպես չէ եղել իրավապահ մարմինել, այնպես էլ չկա, կա հանցախումբ պագոներով, որը գործում է Փաշինյանի տակ։ Ես կրկնում եմ, ոչ մի իրավապահ մարմին չկա Հայաստանում։ Բոլորը գործում են այդ Ղախպու հրահանգների տակ, դատախազությունը, դատարանը ոստիկանության, որը նույնպես սարքել են հանցավոր խումբ, ընդամենը մասնաճյուղն է։ Կրկնում եմ, երևի ավելորդ չի լինի կրկնել, որ Հայաստանում չկա ոչ արդարություն, ոչ մի բան ընդհանրապես, ոչ օրինական իշխանություն, հակառակը հանցավոր բան դառնում, Սերժ Սարգսյանի գլխավորության անօրեն կերպով զավթել է իշխանությունը եւ ԱՄՆ-ի միջամտությամբ փոխանցել է Փաշինյանին։ Վերջ։ Եվ տեսնում եք, ինչ անօրինականներ է իր գործում է իրականացնում Փաշինյան գրող խեղտածը, մասնավորապես Սամվել Կարապետյանի դեմ, լիովին անարդարություն, իմ դեմ, եւ ոչ Միացյալ Նահանգները իրենց դեսպանատու հետ հանդերձ, ոչ Եվրոմիության ներկայացուցիչները Հայաստանում, ոչ մի ձեն չեն հանում, հասկացաք, եւ դեռ հակառակը նրանք սատարում են Փաշինյանի անօրեն, անբարոյական իշխանությունը, ռեժիմը Հայաստանում, քանի որ վերջինս կատարում է նրանց քմաճուկները, հասկացաք։ Հիմա ինչ վերաբերում արդեն իսկավորումս վերջանում է եկեղեցականների մասին առանձին հոլովակ։ Հիմա ես չեմ անգամ ես հեռախոսս անջատվելու ռիսկի ենթարկի դրանց համար։ Դրանք դրանց կողմնակիցներ են, դրանց մեկը մի բառ ասեց իմ մասին,